կիրակի երեկոյան էլի հայհոյանք էր, այսօր առավոտյան ներողություն։ Այսօր ներողություն է խնդրել ՔՊ-ի Սարիկը, որովհետև նախորդ երեկոյան դեմքն էր ցույց տվել Facebook-ում։ Այսօր գրել է, որպես հանրային եւ քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել։ Ինչ հանրային քաղաքական գործիչ։ Պարզ խուլիգանություն է։ Երեք ներողություն էր խնդրում ԿՊԱ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, նա էլ վիրավորել էր կերակրող մայրերին։ Ու զավեշտ այն է, որ դա էլ է Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ։ Մարդիկ, որոնք տարիներ շարունակ գրանտներ էին ուտում ու ճառեր էին ասում կանանց իրավունքների մասին, այսօր պատրաստ են ոտնատակ տալ հայ մոր արժանապատվությունը։ Այդ կին իրավունք չուներ վիրավորելու կրծքով կերակրող մայրերին, անգամ եթե ինքը միայն կաթի փոշով մեծացած լիներ։ Սա ՔՊ-ի բարոյական անկման մասին է։ Ջուլհակյանից առաջ Facebook-յան օգտատերերին վիրավորում էր ԿՊԱ-ական մեկ այլ պատգամավոր, կարծեմ Հասմիկ է անունը։ Դրանից առաջ մարդկանց վիրավորում էր Քոչարյան Անդրանիկը, ասելով, թե իր տղան բարձրակարգ է, մյուսները ցածրակարգ։ Դրանից առաջ ԿՊԱ-ական նախկին նախարար Սիմիդյանն էր հայոյել մարդկանց, Արթուր Հովհաննիսյանը, Արարատ Միրզոյանն էր լրագրողներին ասում անդասյարակ, անշնորհք, կամ Կոնջորյանը ուղարկում էր ֆայլաբազար եւ լիքը այլ բաներ։ Վերևից ներքև գործում է մեկ միասնական ձեռագիր՝ ագրեսիա, ցինիզմ եւ ժողովրդի արհամարում։ Մարդկանց նկատմամբ դրանց վերաբերմունքը այդպիսին է։ Իրենք իրենց պատճառով զոհվածներին հաշվում էին պլյուս մինուսով։ Իրենք էին մեր հերոսների դերը պարկերը լցրել ու գցել նկուղներում։ Իրենք էին ավտոյի անիվների տակ ճզմում մորն ու չծնված զավակին։ Դա է սրանց վերաբերմունքը հայ ժողովրդին։ Ու այդ վիրավորանք վիրուսից կպել է սաղ ԿՊ-ն հարազատներով։ Ինչի պակաս գռեհիկ էին Զարեհ Սինանյանի հոր ասածները, Ալենի մոր արածները, Ավինյանի հոր ասածը։ Նիկոլն ասում է, եթե որևէ ԿՊԱ-ական վատ արտահայտություն անի, մենք իմանանք եւ համապատասխան միջոցներ չձեռնարկենք եւ չդատապարտենք հրապարակային, կարգապահական վարույթ չհարուցենք, այո, կարող եք դա տարածել ամբողջ ԿՊ-ի վրա։ Այդ դեպքում կարող ենք ասել, որ ժողովրդին համբալ ասել է ոչ թե Ավինյանի հայրը, այլ ողջ ԿՊ-ն, որովհետև դատապարտում չեղավ, հետևանքներ չեղան, Ավինյանը շարունակում է գնալ գործի։ Ուրեմն ըստ Նիկոլի հենց ինքն է վիրավորել օփելի վարորդներին։ Բայց բարևարկությունը չափազանց մեծ զարդարանք է ՔՊ կոչվածի համար։ Մեկ անգամ չէ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը